առողջության ապահովության շրջանակում ճիշտ է քաղաքացիները անվճար բուժում են ստանում, օրինակ այն խմբի մարդիկ, ովքեր որ 65+, որը ամբողջովին անվճար է, ոչ հիմնականում անվճար է, բայց մի խնդիր են բախվում հիվանդանոցներում, որ լինելով նույն խմբի կազմում, հիվանդներից մեկը կարող է օգտվել անվճար պալատից, մյուսը վճարովի պալատից, նման դեպք Էրեբունիում է եղել։ Ես ուզում եմ հասկանալ արդյոք այստեղ խնդրահարույց չէ, որ նույն սոցիալական խմբում գտնվող անձանցից մեկը կարող է երկուսներ ստանում են անվճար բուժումը, բայց մեկը հիվանդասենյակի համար վճարում է, մյուսը չի վճարում եւ ստացվում է, որ օրինակ 10 օրվա համար նա վճարում է հիվանդասենյակի համար նույն գինը, ինչ որ իր բուժումը կարող է լինել, որը նույնիսկ անվճար էր։ Այս դեպքում արդյոք տեղյակ եք նման դեպքերից եւ ինչպես եք պատկերացնում նման կարգավորումները, որովհետեւ հասկանում եք նաեւ, որ հիվանդանոցային ռեսուրսը անսահմանափակ չէ, սակայն կարծես ինչ-որ սոցիալական խտրականության բաժին կա։ Որևէ խտրականություն չկա, նախ ներկայացնեմ եւ եւս մեկ անգամ, գիտեք, պետքա ճիշտ նկարագրենք այն ինչ ունենք, որպեսզի ակնկալիքները սխալ չլինեն։ Սիրելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, բուժօգնությունը Հայաստանում անվճար չի ապահովության շրջանակներում, անվճար ոչինչ չի լինում։ Պետությունը հստակ ծառայությունների համար, որոնց ցանկը հրապարակված է, ունի ապահովագրական փաթեթ առավել փոխհատուցման գներով։ Այո, ծառայությունների գերաճնշող մասով քաղաքացին այդ ծառայությունը ստանալուց որևէ հավելյալ վճար չի անում, այսինքն իր փոխարեն ամբողջությամբ վճարում է ապահովագրական հիմնադրամը։ Արդյոք կան վճարովի պալատներ մեր բժշկական կենտրոններում, այո, կան եւ շարունակելու են լինել, եւ այստեղ էլ, եթե որևէ կոնկրետ բժշկական կենտրոնում սպառվել են մահճակալային ֆոնդը, որը որ ըստ էության VIP պալատ չի կամ առանձնացված խնամքով պալատ չի, այնտեղ էլ շատ հստակ տարանջատված են։ Այո, քաղաքացին պիտի հավելյալ դրա վրա համար վճարի։ Եթե չի ուզում վճարի, ուրեմն պետք է ընտրի այլ բժշկական կենտրոն, որտեղ այդ պալատները, այդ մահճակալները հասանելի են։ Ինչպես նշեցիք, մեր բժշկական կենտրոնների հնարավորություններն էլ անսահման չեն։ Եվ պետությունը չի ասել, որ ուրեմն ծառայությունը ուրեմն բոլոր դեպքերում պետք է ապահովի հենց կոնկրետ բժշկական կենտրոնում։ Ասել է, որ այս ծառայության համար բազմաթիվ բժշկական կենտրոններ ունեն ապահովագրության պայմանագիր եւ հերթագրվելով առաջինը եկած, առաջինը սպասարկվածի տրամաբանությամբ պիտի օգտվենք ծառայություններից։ Եվ հավելյալ կոմֆորտի համար, հավելյալ խնամքի համար, հավելյալ ծառայությունների համար, այո, պիտի մենք վճարենք։ Մեր նպատակն է եղել եւ մեր կարիքն է եղել հոգալ մեր ժողովրդի անհրաժեշտ բժշկական ծառայությունները եւ այս համակարգը դա հոգում է։ Հավելյալ կոմֆորտը, խնամքը եւ այլնը դա արդեն մասնավոր ապահովագրական համակարգի հոգացության հարց է կամ անձը վճարում է եւ դրա դիմաց ստանում է այն ծառայությունները, ինչ որ ուրեմն նրան առաջարկվում են։ Բայց ինչ է նշանակում չունի հնարավորություն այլ հիվանդանոց անհետաձգելի դեպքերով չի կարող այդպիսի բան լինել եւ եթե անհետաձգելի դեպք է դա արդեն լրիվ այլ մեխանիզմ է գործում բայց պլանային բուժօգնությունը այո կարող է սպառվել պալատներ ընդհանրապես կարող է այդ բժշկական կենտրոնը անգամ վճարովի պալատները սպառվել դա էլ է նորմալ դա էլ ընթացիկ է